Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով։ Առիթ օգտագործելով իրազեկենք այն քաղաքացիներին, ովքեր մինչ այժմ իրենց կենսաթոշակը կամ նպաստը վճարվում էին HiPost ծառայության միջոցով, կարող են մոտիկանալ միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, ներկայացնեն համապատասխան դիմում վճարող կազմակերպության փոփոխության վերաբերյալ։ Այն քաղաքացիները, ովքեր ֆիզիկական ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ներկայանալ տարածքային կենտրոններ, միասնական սոցիալական ծառայությունը այդ քաղաքացիների համար ստեղծել է on-line հարթակ, որպեսզի քաղաքացին ինքնուրույն կարողանա մուտք գործել հարթակ և ներկայացնել վճարող կազմակերպության փոփոխության դիմում։ Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները առևտրի կետերում կամ այլ կառույցներում քարտով վճարումներ կատարելու դիմաց կստանան հետվճար 20%-ի չափով, բայց ոչ ավելի քան 10,000 դրամը։ Հարցումներից պարզեցինք, որ կենսաթոշակառուների մի մասը առայժմ տեղյակ չէ փոփոխության մասին, չեն ժխտում բանկային քարտի ծառայություններից, ոչ բոլորն են կարողանում օգտվել։ Շատ դժվար է։ Կաղնում են բանկոմատների առաջին, ասում են բանը, ինչ է, խնդրում եք օգնեք, որ ստանանք։ Դե որ չեն կարող ինչ ասեմ։ Մեծահասակների համար ընտանիքի անդամները երևի օգնում են, որ օգտվեն։ Մարդկա ինքը միայնակա չի ապրում, ասեն քարտով իրան հարմար չի։ Բաներ կա, որ քարտով չի դառնում։ Կոմունալ դեպքում բոնուս չկա։ Գոնե բոնուս լիներ, մարդիկ օգտվեին։ Կարողանալ եք օգտվել։ Դե որ ջևոնասին օգտվելու եմ էլի։ Որ ջևոնաս, osik փոքր երախան որ բան չմանում, ցույց են տալիս սովորացում։ Մեծ հասակնալ առած մարդը տենց է փոքր արդեն։ Ամենաճիշտ վարիանտը դա է, անկանխիկը։ Շատերը գիտեն, թե պիտի անպայման շոշափվի։ Տենց է։ Քարտային հեշտ է առևտուրանալու, ինչ իմանամ։ Համել եթե քանի որ դա քեշբեքը կա, մի քիչ լավ է։ Եթե ի վերջո իրավիճակն այնպիսին է, որ նպաստառուն կամ կենսաթոշակառուն ֆիզիկապես ի վիճակի չէ հաշվառվել անկանխիկի նոր ծրագրում, սոցիալական ծառայության աշխատակիցները կուղղորդեն, նշում է Ռոմա Զաքարյանը։ Այս դեպքում կարող է նշված քաղաքացիների ընտանիքի որևէ անդամ մոտիկանալ ծառայություն և ծառայության համապատասխան մասնագետների կողմից կստեղծվեն համապատասխան հարթակ, համապատասխան էջ, որպեսզի իրավունք ստանան on-line դիմում ներկայացնելու։ Կապանի տարածքային կենտրոնի տնօրենի կարծիքով հեռավոր գյուղերում բնակվողների դեպքում ևս ժամանակի ընթացքում խնդիրներ չեն լինի։ Քարտային վճարումներից ստացվող 20% հետվճարը ըստ Ռոմա Զաքարյանի փոքր գումար չէ և ոգևորիչ է։ Արդեն հունվարի 1-ից սկսած բավականին մեծ քաղաքացիներ մոտիկանում և դիմումներ են ներկայացնում, բացի դրանից ծառայության համապատասխան մասնագետները զանգերի միջոցով տեղեկացնում են քաղաքացիներին, որպեսզի ապրիլի 1-ի դրությամբ ամբողջությամբ բոլոր քաղաքացիները անցում կատարած լինեն արդեն անկանխիկ եղանակի։ Բանկերի թիվը բավականին մեծ է և կարծում եմ քաղաքացիների համար բավականին հեշտ պրոցես է այս ամենը կազմակերպել։ Նպաստներն ու կենսաթոշակները ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարման ծրագրի պատասխանատուները վստահ են, փոփոխությունը արդյունավետ է գործում, փաստում են թվերը։ Ըստ էության որևէ այլ պարագայ, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ, հիմա էլ է իրականում թիվը բավական իջնում եւ օրինակ կարող եմ ասել, որ միայն վերջի 1 ամսում 10,000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը, ունենք այս պահին 661,000 քաղաքացուց, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, կանխիկ ստանում է ընդամենը 60,000-ը, 600,000-ը ստանում է արդեն անկանխիկ եւ նորից եմ ուզում նշել, միայն 10,000-ը, այսինքն տենդենսը ավտոմատ կա, բայց մենք այս որոշումով դա կարագացնենք։ Հերմինե Միքայելյան, Ալեն Ծատրյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։